Մի րոպե, մի քիչ առաջ տեղեկացանք, որ Ռուսաստանի Դաշնությունը մայիսի 30-ից արգելել է հայկական գյուղմթերքի որոշ ապրանքների, որոշ տեսակների ներմուծումը Ռուսաստան, խոսքը լոլիկի մասին է, կանաչի մասին է, եթե չասեմ պղպեղի մասին է, ելակի եւ այլն։ Դրա հետ մեկտեղ Ռուսաստանը ուղարկել է մի նամակ, որտեղ ըստ էության ասում է, որ գազի վերանայման բավականին լուրջ խնդիրներ կան, այսինքն կարող է գազի գիններ փոխվել։ Դրա հետ մեկտեղ բավականին ակտիվ տնտեսական խնդիրներ են արդեն առաջանում։ Ռուսների տեսանկյունը հետևյալն, ասում են, ընկեր, ուզում ես գնաս Եվրոպա, գնա, բայց դու ուրեմն Եվրոպան քեզնից դու այդ քո ապրանքը առնի, դու էլ Եվրոպայից արտոնյալ գնով գազ ստանաս։ Ինչը դե պարզ անհնար է, Եվրոպան ոչ կառնի, ոչ էլ արտոնյալ գազ կտա։ Բայց դա չի խնդիրը։ Փաշինյանն ասում է, սենց բան է կատարում, ասում է, ես կգնամ ԵԱՏՄ եւ կնայեմ իրենց աչքերի մեջ, Ժողովուրդ ջան, չմտածեք, ամեն ինչ նորմալ է։ Չէ, խաբում ես, ստում ես, նորմալ չի։ Նորմալ չի, ինչի համար գյուղացիներին փուրը տվեցիր։ Խնդիրը ինչու՞մն է, խի այդ մարդկանց փուրը տվեցիր, դե լավ, ավելին լայն եմ, ինչի համար ես երկիրը փուրը տալի, մի երկու օր ավել որ իշխանության մնաս։ Ժողովուրդ ինչա կատարում, մենք հասկանում ենք ինչա կատարվում առհասարակ։ Ես չգիտեմ, այս աննորմալությունը պետք է ավարտվի մի օր։ Սա երկիրը փուրը տվիր։